Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Ես ընդդիմության ներկայացրած նախագծին բովանդակային իմաստով այլևս կարիք չեմ տեսնում անդրադառնալու, որովհետև գործընկերներս կարծում եմ մանրամասն խոսեցին արդեն այն մասին, որ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա։ Ես ուզում եմ խոսեմ նպատակների մասին, թե ինչ ենք մենք հիմա անում։ Ըստ էության ընդդիմությունը իր հերթական կեղծ օրակարգն է բերել եւ փորձում է, այսպես ասած, օրակարգեր գեներացնել, որովհետև ըստ էության ընդդիմությունը, որը ոչնչացած է մասնավորապես օգոստոսի 8-ին կնքված շրջադարձային փաստաթղթերից հետո անընդհատ օրակարգեր թեմաներ է փնտրում իր քաղաքական գոյությունը մինչև այս գումարման վերջ պահպանելու համար, եւ սա հերթական ուրեմն այդ դեպքերից մեկն է, ոնց որ մի քանի օր առաջ այս դահլիճում լսումներ էին, այդ լսումներն էլ հերթական կեղծ ֆեյք օրակարգն էին, ոչնչի մասին օրակարգեր, ինչի մասին որ մեր հանրությունը ըստ էության հենց լսումները նայելով հասկացավ, թե ինչեր է, ինչ խայտարակություններ այստեղ կատարվում։ Եվ հիմա էլի կեղծ օրակարգ է բերվել, առայն թե բա ցեղասպանությունը փորձում են մերժել, արտահայտություն հնչեց, որ տոտալ քարոզչություն է տեղի ունենում ցեղասպանության դեմ։ Սա խայտարակություն է ուղղակի, որովհետև ամբողջությամբ նա կեղծ է այս թեզը եւ այն դիտարկումը, որ մենք պետքա նայենք ինքներս մեզ եւ հասկանանք, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել պատմական տարբեր ժամանակաշրջանում, այդ պատմական իրողության հերքման մասին չի։ Սա ինքնահայեցման մասին է եւ առաջին հերթին այն մասին է, որ մենք նայենք եւ տեսնենք, թե պատմական տարբեր ժամանակաշրջանում ինչեր են մեր հետ տեղի ունեցել, որ այլևս երբեք տեղի չունենան եւ մենք կարողանանք կանխել նման ողբերգությունները մեր ժողովրդի հետ տեղի ունեցող, տեղի ունեցած։ Եվ դուք վերցրել եք այս թեման եւ կրկին խաղում եք մարդկանց հույզերի հետ։ Ինչպես խաղում եք 44-օրյա պատերազմի զոհերի, վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց եւ նրանց հարազատների ուրեմն վշտի հետ։ Ինչպես խաղում եք վերջերս Փարաքարում տեղի ունեցած դեպքերի հետ կապված այդ շրջանակի մարդկանց վշտի հետ։ Դուք ընդհանրապես ման եք գալիս վիշտ եւ ցավ, որ գաք դրա վրա փորձեք քաղաքական միավորներ հավաքել։ Էսա, ժողովուրդ ջան։ Երբ որ այստեղ գալիս եք եւ փորձում եք մարդկանց համոզել, որ ինչ որ այլ երկրի օրակարգեր են այստեղ առաջ տարվում եւ այլն, հղումներ եք անում, գրական ստեղծագործություններ են տարածում եւ այլն, նախ պարոն Մանուկ եմ ուզում ձեզ ասեմ, որ ժամանակակից աշխարհում կա օնլայն գրադարաններ եւ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում կարող է կարդալ ցանկացած գրական ստեղծագործություն առհասարակ։ Ես ձեզ ասեմ, դուք զուտ իմանաք սրա մասին։ Եվ հետո երբ որ նման բաներ եք խոսում, մի հատ հիշեք ձեզ, դուք եւ ձեզ սպասարկող լրատվամիջոցները օր ու գիշեր հղում են անում թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների վրա։ Դուք իրանցով եք ապրում։ Եվ հետո եկել եք ստեղ, մեզ եք փորձում նման ուրեմն բաների մեջ մեղադրել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դադարեցնել կեղծ օրակարգեր ուրեմն գեներացնելը, դա ձեզ չի փրկելու եւ չի պահպանելու ձեր քաղաքական գոյությունը մինչեւ գումարման ավարտ։ Շնորհակալություն։ Գնաց պարոն Մանուկյանը, բայց Mein Kampf-ը Հայաստանի Հանրապետությունում թարգմանվել, տպագրվել եւ վաճառքի անվել 2015 թվականին եւ լավ կլներ այդ հարց տալուց այն դատար կաթոռներին նայեր։ Երկրորդ բարձրացներ են հարցը արդյոք մարտի 1-ի պատասխանատուի հուշերը ճիշտ է տպագրել եւ վաճառելը։ Բայց խոսքը դրա մասին չի, ուրեմն ինչա կատարում էլի հերթական անգամ, ինչպես միշտ քաղաքական սրա պատասխանն եմ ուզում տա, օրակարգ չլինելու պատճառով իմ գործընկերը ասես նոր օրակարգ են ստեղծում, բայց ոչ թե նորն են ստեղծում, այլ հին մոռացվածը, որը մի անգամ փորձել են ու չի ստացվել, հիմա նորից փորձում են բերել, որովհետև մի անգամ փորձեցին մեղադրել, դրա պատասխանը տրվեց եւ այդ մոռացվեց գնաց։ Հիմա քան որ օրակարգը լրիվ սպառված է, նորը ստեղծել չեն կարողանում, պետքա բերենք հինը ու սկսենք բզբզալ խաղաղության, օրակարգի եւ այլնի դեմ։ Բայց այս ամեն ինչի լավագույն պատասխանը իմիջիայլոց ձեր այլևս համատեղ վարչապետի տեխնացուն ճեպազրույցի ժամանակ տվեց, երբ որ ասեցին ախր էս իմպիչմենտը չլնող բան է եւ այլն, ասեց պարապ մնալուց լավ չի, ու դա ասեց մի քանի անգամ։ Հարգելիներս, եթե դուք պարապ եք մնացել, Հայաստանի Հանրապետությունը ձեր համար ոչ սփիներ է, ոչ թզբեղ է, ոչ չգիտեմ ինչ որ անտիստրես է, ոչ էլ պարապ վախտի խաղալիք է։ Մի արեք, մենակ պարապ մնալու հետևանքով չի կարելի խաղալ Հայաստանի հետ, չի կարելի խաղալ Հայաստանի լրջագույն օրակարգի հետ։ Պարապ եք մնացել, հազար ձևից զբաղմունքներ կա, ես կարամ ձեզ օգնեմ, օնլայն էլ գտնենք, ընենց էլ գտնենք, բայց մի արեք sense բաներ։ Եվ երրորդ, երբ որ դուք ուզում եք տենց ցույց տաք իբր որ Հայաստանի Հանրապետության եւ հատկապես կոչերին եւ վերբալ հարձակումներին եւ վերբալ վտանգներին տենց ուշադիր եք, ձեր կոմունիստ քրիստոնյա տեխնացուն բանի Գյումրիի, որ հիմա քաղաքապետ է, ձեր աջակցած եւ այլն, շանտաղայ անվանել նրանց, ովքեր դեմ են միութենական պետությանը։ Եվ ավելին, հավելել է Հայաստանը իրանից ինչ է ներկայացնում, ներկայիս Հայաստանի մասին է խոսացել։ Վերբալ վտանգներից եք խոսում, վերբալ հարձակումներից եք խոսում։ Կա ձեզնից մի բան։ Կա արդյոք սրան արձագանք։ Գոնե հարցրել եք այդ շանտաղա, որ ասում ես բացառություններ կա, այդ դեմելնողներին, ովքեր միութենական պետությանը դեմ են, բայց որոշ բացառություններ բեր, էլի, գոնե որ հանկարծ դրա մեջ մենք էլ չտեղավորվենք, որովհետև լավ չի, որովհետև ինքը վիրավորել է Հայաստանի Հանրապետության կեսից ավելիին։
Եվ եթե իրականում դուք ուզում եք ցույց տալ, որ դուք շատ հետևողական եք վերբալ հարձակումներին եւ վերբալ վտանգներին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տիրություն արեք ձեր քրիստոնյա կոմունիստի խոսքերին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն փոխոսնակ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, խառնեք, շատ խառը։ Պարոն Մինասյանն ու պարոն Արթուր Խաչատրյանը ասում են, որ Հայաստանի այսօրվա ըստ էության եք ասում, արտաքին քաղաքականությունը, մասնավորապես նաև իմ ասածները, քրեական հետաքրքրության առարկա են, որովհետև մեղմում են ցեղասպանության հետևանքները եւ այլն։ Վտանգներն են, ոնց որ սպառնալիքներն են ավելի փոքր ներկայացնում, քան նրանք իրականում կան։ Հետո խոսքը անցնում է պարոն Գեղամ Մանուկյանին, ով ասում է, ուրեմն այն ինչ արել են Օսկանյանն ու Քոչարյանը, դրա մասին չի խոսքը, խոսքը ձեր մասին է։ Բա Օսկանյանն ու Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին չի, որ բան են արել։ Արդյոք Մեղրի շուրջ բանակցություններից դուրս գալու համար, հետ քայլ անելու համար նախ մեջ չեն գցել Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, հետո էլ այդ խոսակցությունը հաջողելու համար, այսինքն սահմանի բացումը, առաջարկել փոխանակել Միացյալ Նահանգների կոնգրեսից հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հետ քաշման հետ։ Ըստ ձեր այդ հոդվածի ուրացումը էլ ինչպես պետք է տեղի ունենա, որպեսզի արժանանա դատապարտման, թե դաշնակցական բյուրո պետք է կազմենք, ով որ կոնկրետ գնահատականներ կտա, որ քաղաքական գործի արտաքին քաղաքականությունը ուրացման քայլ է, իսկ որինը ոչ, որտեղ բնականաբար Քոչարյանը անձեռնմխելիության մի հատ շերտով պետք է պատված լինի։ Դա է ձեր ասելիքը։ Ես իհարկե մտածում եմ, որ այո, դաշնակցական բյուրոն է հայազգի շահերի մեկնաբանման եւ որևէ քաղաքական գործի արտաքին քաղաքական պատկերացումներին գնահատական տալու բարձրագույն ինստանցիան, բայց պարզվեց նույնիսկ ձեր մեջ չեք համակարծիք։ Այստեղ պարոն Արծվիկ Մինասյանը դատապարտում է Գևորգ Աջապահյանի արած արտահայտությունը, ասելով, որ պետք է դառնա ձեր այս հոդվածի հետաքրքրության առարկա, մինչդեռ նախորդ օրը Տիկին Քրիստինե Վարդանյանը ինձ հետ բանավեճում ասեց, որ պարոն Աջապահյանը այդպես ասել է, լավ է արել։ Լավ է արել, ասեց։ Փաստորեն ձեր մեջ էլ այնուամենայնիվ դեռ չգիտեք, թե ում որ ասածը, ինչպես պետք է մեկնաբանվի եւ ենթարկվի ուրեմն քրեական հետապնդման։ Առաջարկում եմ քննարկումները դեռևս շարունակել ձեր խմբակցության ներսում, ձեր անցյալին գնահատական տալ եւ այնուհետեւ նոր դիմել ամբողջ խորհրդարանին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Ես ինձ մի պահ փորձում էի ուղղակի դուրս բերել այս դահլիճից եւ տան էկրանից այս կողմ նայել, որպես ցեղասպանության զոհ իմ տատիկի, ում ես տեսել եմ փոր եւ հասկանալ, որպես քաղաքացի ինչ շահեր են ուզում պաշտպանել այս աջ կողմում նստած քաղաքական ուժերը, խնդրում եմ մի ընդհատեք ինձ։ Ինչ իմ որ շահն են պահում, պաշտպանում, ինչ եմ ես զգում, արդյոք իմ ինքնությունը, ինչպես որ հաճախ այս քաղաքական թեմը խոսում է նրանից, որ ինքնությունն ենք մենք ինչ որ վտանգում եւ այլն, արդյոք իմ ինքնությունը վտանգել որևէ մեկը կարող է, եթե ես ինքս չեմ կասկածում դրա վրա։ Եթե ես կասկած չունենամ, որևէ մեկը չի կարող։ Ձեր մեջ փնտրեք ձեր կասկածները։ Ինչի՞ չեք բերում պետականության դեմ վերբալ օրինակ հարձակումները պաշտպանող որևէ նախագիծ, ինչի՞ չեք բերում, որովհետև դուք հայտնի եք դրանով, որովհետև ձեզ համար պետականությունը ինքը վտանգ է, Հայաստանի Հանրապետության պետականություն վտանգ է։ Եվ ի վերջո, ինչքան կարելի է դուրս մնալ ժամանակից, ժողովուրդ։ Մի հատ պետք է ինքնահայացում անեք եւ հասկանաք, դուք ուր եք, որտեղ եք տեղավորվում, Հայաստանի Հանրապետությունը ապրում է իրական կյանքով, իրական քաղաքացիներով, որտեղ եք դուք տեղավորվել։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծագույն փոխոսնակ, հարգելի գործընկերներ, վերջին տարիներին, այսինքն այս ողջ գումարման ժամանակ, արդեն 5-րդ տարին է, ընդդիմության գործունեությունը երկու բանի մասին է։ Կամ մանիպուլյացիա, կամ գուշակություն։ Ավելի շուտ կոֆեի բաժակ նայել։ Ձեր ամբողջ գործունեությունը կոֆեի բաժակ նայելուն է միտված։ Դրա լավագույն օրինակը վերջին շաբաթվա ընթացքում ձեր լրատվամիջոցներով այդ կոֆեի բաժակ նայելով ասելն է, այս բանը Փարաքյալի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Հիմա հասկացել են, հերքվել է այդ իրանց բանը, գուշակությունը, եւ եկել են այսօր ոնց գումեք չկա դրա մասին խոսակցություն, ենթադրում եմ չի լինի, եւ անցել են իրենց երկրորդ գործիքին՝ մանիպուլյացիա։ Բերել են նախագիծ են ներկայացրել ու հիմքը ի՞նչն է։ Ասում են վարչապետը հերքել է ցեղասպանությունը, հիմքը է այս նախագծի, մի ամբողջ ազգային ժողով, ռեսուրսներ, բան, իրանք աշխատավարձ են ստանում, իմաստը ո՞րն է։ Սուտը, ասում են վարչապետն ասել է, պետք է հասկանանք ցեղասպանություն եղել է, թե չէ, կասկածի տակ է դնում։ Հիմա սիրելի հայրենակցներ, ուղիղ կարդում եմ վարչապետը ինչ է ասել։ Պետք է հասկանանք, ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք մենք դա անցալում։ Ոնց է եղել, որ 39 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ոնց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգը հայտնվել է։ Այսինքն հարցը ոչ թե ցեղասպանության եղելիության մասին է, նայեք վարչապետի, իբրև վարչապետ, այս բոլոր տարիների ընթացքում, օրինակ ցեղասպանության տարելիցի օրը
պաշտոնական բանը հաղորդագրությունները։ Տեսեք, հերքում կա այդտեղ։ Ձեր այս մանիպուլյացիաներին անընդհատ պատասխանը, այդտեղ հերքում կա թե չէ։ Վարչապետն ասել է պետք է հասնենք ոնց եղավ, որ այսինչ թվականին արգելվում էր խոսել ցեղասպանության մասին, այդ թվում դաշնակցությանը։ Բանի դեպքում արդեն 50 թվականին սկսվեց կարելի լինել, կառուցվեց Ծիսարնակաբերդի հուշահամալիրը եւ այլն։ Ինչ վերաբերում է մի գուշակություն էլ բաններ, նոր բան Գեգամ Մանուկյանն էր բանանում, ասում է, այ կարող է փոխնախարարներ ասում, վաղը մյուս օրը բան անեք, երից թուրքերի գրքերը համարեք, հա, ազատություն, չգիտեմ ինչ ան։ Ասենք երից թուրքերի հետ դուք եք պաշտոնապես արձանագրություն ստորագրել, համագործակցել։ Այ դա, այո, պետք է հրապարակել, անընդհատ դրա մասին խոսել, այ դա ազատություն է, պետք է բոլորը դրա մասին հիշեն եւ խոսեն։ Երից թուրքերի հետ պաշտոնապես համագործակցած միակ ուժը։ Շնորհակալություն։ Ով մի քանի ձեր համագործակցությունից մի քանի տարի հետո ընդամենը 1908-ին եք չէ ստորագրել։ 15 թվականին ցեղասպանեց մի ամբողջ ժողովրդին, որը ոչ մեկ չի երգում, բացի ձեզնից։ Հարգելի գործընկերներ, Հանդիմությունը հերթական անգամ չի դավաճանում սեփական ինքնությանը եւ անկեղծ չի, էլի։ Ես հիշում եմ, երբ որ դուք նախագիծ էիք բերել Ղարաբաղի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին եւ այն ժամանակ էլ մեզ մեղադրում էիք եւ ասում էիք, որ դուք բերել եք պաշտպանելու համար Ղարաբաղը, հետո ինչ եղավ, հետո գնացին ձեր ներկայացուցիչները լուծարեցին Ղարաբաղը։ Հիմա դուք նախագիծ եք բերել ցեղասպանության շղթումը իբրև թե քրեականացնելու, պաշտպանելու մարդկանցից, ովքեր որ փորձում են շղթել եւ պարզ է, չէ՞, դու ձեր նպատակը էլի որն է։ Ինչ ենք մենք ասում, ինչ ասել վարչապետը իր հայտնի ելույթում, ասել է, որ մենք պետքա ունենանք ինքնահայեցում, որ մենք պիտի նայենք անցյալի եւ հասկանանք ինչ է տեղի ունեցել մեզ հետ, եւ դրա նպատակը պիտի լինի այն, որ մենք ապագայում չկրկնենք այն սխալները, որոնք որ մեզ բերել են որոշակի աղետալի հանգրվան։ Առնվազն այդ սխալների մեր բաժինը, որևէ մեկը չի ասում, որ ամբողջ սխալները կամ ամբողջ մեղքը մեր վրա է եւ ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է։ Սա կոչվում է ինքնահայեցում։ Ինձ թվում է, որ ընդդիմության ինքնահայեցման ֆունկցիան ինչ-որ մեկը հեքա արել եւ կոտրել է, այսինքն եւ ձեր ինքնության մեջ այնտեղ ինքնահայեցումը չկա։ Դրա համար երբ որ ասում եք եկեք մի հատ ինքնահայեցվենք, դուք ասում եք մի րոպե, մեր ինքնությունը մեզանից ուզում են գողանան։ Հիմա ես ուզում եմ բերեմ մի հատ ուրիշ մարդու օրինակ, որը եւս կոչ էր անում ինքնահայեցման, եւ դա անում էր 1920-ական թվականներին։ Մի այդպիսի գիրք կա, հարգելի գործընկերներ, երևի կարդացել եք։ Այդ գիրքը կոչվում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Հովհաննես Քաջազնունի։ Եվ այս գրքում Հովհաննես Քաջազնունին ահա անում է այսպիսի դատողություններ, այսպիսի մտքեր է զարգացնում։ Ասում է. 1915 թվականի ամռանն ու աշնանը տեղի ունեցան թուրքահայերի բռնի տեղահանությունը, մասսայական աքսորներն ու ջարդերը մահացու հարված հայ քաղաքական դատի համար։ Եվ դարձյալ պարաբան կլիներ հարց դնել այսօր, թե որ չափով է անդրադարձել մեր կամավորների մասնակցությունը պատերազմի մեջ թուրքահայերի աղետալի վիճակի վրա։ Իսկ ինչ ասում, ձեր տրամաբանությամբ Հովհաննես Քաջազնունին։ Հովհաննես Քաջազնունին զբաղվում է ինքնահայեցմամբ։ Ասում եմ, եկեք հասկանանք մեր գործողությունները։ Ինչ ազդեցություն են ունեցել թուրքահայերի աղետալի վիճակի վրա։ Հիմա պարոն Մինասյան, ձեր նախագիծը, ձեր նախագծով պետք է քրեական հետապնդում հարուցել Հովհաննես Քաջազնունի վրա։ Եվ Հովհաննես Քաջազնունին ասում է, եկեք ինքնահայեցմամբ զբաղվենք։ Ու դուք բան եք անում, դուք ասում եք, չէ, դա մերը չի, հետո մեզ եք մեղադրում պատմական անցյալից հրաժարվելու համար։ Դուք երթական անգամ ուրանում եք Քաջազնունու եւ Դաշնակցությանը։ Կամ ասում է Հովելի Քաջազնունին, կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էին գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն են վարվել մեր հանդեպ։ Կարծես մի մեծ առաքինություն էր, որ մի մեծ քաջագործություն, որ ինքներս այնքան միամիտ ու անհրատես ենք եղել, դրել ենք մեզ այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել տալ մեզ։ Ինչ է ասում Քաջազնունին, ասում է եկեք հասկանանք ոնց է այդ աղետը մեր հետ տեղի ունեցել, որ հետո անկարծ այդ նույն աղետը մեր հետ տեղի չունենա, եւ պատահականորեն ինքը այդ ինքնահայեցումը անում է մի գրքում, որը կոչվում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Եվ ես ավարտելով իմ ելույթը, ուզում եմ ասել, որ այո, 100 տարի անց կրկին Դաշնակցությունը այլևս անելիք չունի, սիրելի հարգելի գործընկերներ։ Շնորհակալություն, մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ընդդիմություն։ Ինձ թվում է մեր ընդդիմությունը ինչ-որ մի պահի կհոգնի մարդկանց խորը անասունի տեղ դնել, բայց ակնհայտորեն դա չի ստացվում եւ ընդդիմությունը շարունակում է մտածել, որ Հայաստանի քաղաքացիները խորը անասուն են ու բաց է թողնում, չգիտես ինչու են փաստը, որ իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բավականին իմաստուն են, առնվազն այնքան իմաստուն են, որ կարողանում են մեկին գումարել մեկ, ու այդ մեկին գումարած մեկ սկզբունքով, sense նայել, որ այս դահլիճի այս հատվածը, երկու հատվածները առնվազն ընդդիմադիր, բերել են ու տարել են Գյումրիում կարգել են քաղաքապետացու, տենց Վարդանիկ անունով հայտնի, ու Վարդանիկը այս նախագծի բացատրությունը տվել է, սիրելի գործընկերներ։ Վարդանիկը իդեալական բացատրել է, թե ինչի համար է այս նախագիծը, այդ մարդը կանգնել է, ասել է, կամ ով դեմ է Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելուն, ինքը թրքահպատակ շան տղա է։ Հիմա ես այստեղից այս ամբիոնից
Կոնկրետ ձեզ եմ այդ հարցադրումը դնում, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, որտեղ մեզ այդ չի կարող վերաբերվի, որտեղ Վարդանիկը նախ այդքան չկա, որ մեզ ինչ-որ ուլտիմատում դնի, երկրորդն դա ձեր Վարդանիկն է։ Ձեր Վարդանիկը ասում է, կամ կողմես միութենական պետությանը, կամ թերքահապատակ շան տղա ես։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, դա ձեր բերած Վարդանիկն է, դա ձեր Վարդանիկն է։ Հիմա խնդրում եմ, հիմա ժամը 13:27 է։ Խնդրում եմ, այսօր մինչև ժամը 17:00 պատասխանեք հետևյալ հարցին։ Դուք միութենական պետության կողմնակից եք, թե թերքահապատակ շան տղա։